Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հովանա վանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի ձեզ։ Տեր Արամ, հարցազրույցը սկսենք նրանից, որ հայց եք ներկայացրել Գարեգին Բ-ի դեմ, ըստ էության պահանջում եք չեղյալ հայտարարել այն տնօրինությունը, որով նա ձեզ կարգալույս է հռչակել, ընդհանուր առմամբ ինչ փուլում են դատական process-ները։ Շնորհակալություն հարցի համար։ Բնականաբար այն ատյաները, որոնք որ պիտի մեր արդարությունը վերականգնեին, փորձելուց հետո նկատի ունեմ եկեղեցու ներսում գտնվող ատյանների մասին, հասկացանք, որ այդ ատյանները չեն գործում, այնտեղ օրենքը սիրող դատավորներ չկան, այլ կա կամայականություն եւ կա թելադրանք եւ մեկի թելադրանք։ Այդ իսկ պատճառով, քանի որ մեր իրավունքները խախտված էր, արդեն ստիպված դիմեցինք պետության օրենքներին, հաճախ եկեղեցին Այսինքն եկեղեցի ասելով նկատի ունեմ նաև վերադասին, մի հատվածի, մի խմբակի, փորձում եմ մանիպուլացնել, որ իրավունք չունենք դիմելու պետությանը եւ մեր իրավունքները վերականգնելու պետության միջոցով եւ ես այսպիսի մտածողություն ունեցող մարդկանց հարց ունեմ։ Պատկերացրեք, եթե 2-8 տարեկան երեխաների եկեղեցին որոշի պսակադրել Եվ եթե պետությունը խառնվի, պետության օրենքը փորձի գործել եւ ասել, որ իրավունքը չունեք նման բան անելու, ինչը եկեղեցին պիտի ասի, ինչպես մեր ծեսերը խաթարում, մեր արարողություններին խանգարում ես, ոչ, այսինքն յուրաքանչյուր եկեղեցի ինքը նաև որոշակի պիտի ենթարկվի իր պետության օրենքներին, թե ինչպես է առհասարակ պետությունը նաև պատկերացնում նմանատիպ ինչ-որ հարցեր։ Եվ մենք ունենք պետության օրենքը ասում է 18 տարին լրացած անձը, չէ՞, պիտի պսակադրվի։ Այդ դեպքում, երբ որ զույգերը գալիս են եկեղեցի, մենք ինչ ենք իրենց տարիքը հարցնում։ Հարցնում ենք, որովհետև գիտենք, որ պետության օրենքը այսպես է, չէ՞, սահմանել։ Հետևաբար, եթե այս պարագայում մենք փորձում ենք հասկանալ կամ փորձում ենք պետության օրենքների ներքո գործել, ապա այս դեպքում ինչի պիտի պետության օրենքներից այսպես խուսափենք։ Այնպես որ ես ամենայն դեպս ճիշտ եմ համարում, որ մենք դիմեցինք պետությանը եւ նաեւ համարում եմ, որ այս պարագային պետությունը նաեւ պարտավոր էր միջամտելու, որովհետեւ իր քաղաքացիների իրավունքներն էր այստեղ ոտնահարվում։ Տեր Արամ, ձեր դեպքը եզակի դեպք չէ, նկատի ունեմ նույն Տեր Թադեն, մինչ այդ Մասացիոտ ընթեմի առաջնորդ Գևորգ Սրբազանն էր դիմել հայցերով, ամենատարբեր հայցերով դիմել են։ Ինչով է պայմանավորված այդ հանգամանքը, որ հոգևոր դասի տարբեր ներկայացուցիչներ արդեն դիմում են օրենքի ուժին, օրենքին դատական հայցեր են ներկայացնում, այսինքն ներսում այդ հարցերը բարձրացվում են, այսպես ասած, հանդիպում են ինչ-որ մի հատ պատի, լուծում չեն ստանում, հետո նոր գնում եք այդ քայլին, առերեսվում եք առհասարակ Գարեգին Բ-ի հետ հնարավորություն ունեք զրուցելու նման հարցեր բարձրաձայնելու, թե հիմա այդ կապն էլ է խզված։ Տեսեք, Գևորգ Սրբազանի մասով կեղծ հայցեր էին ներկայացվել դատարան, իբր Գևորգ Սրբազանը բռնաճնշումների է ենթարկում հոգևորականներին, եւ երբ որ Գևորգ Սրբազանը փորձեց իր իրավունքները պաշտպանել եւ դիմեց արդարադատությանը, որպեսզի հերքվեր, հա, այս կեղծ տեղեկատվությունը, այս պարագային Գարեգին երկրորդը անմիջապես կարգալույծ արեց Գևորգ Սրբազանին, մի տեսակ նաև չսպասելով, թե օրենքը իր մասով ինչ կորոշի, բայց մենք տեսանք, որ նաև օրենքը գործեց, Գևորգ Սրբազանի պարագային արդարությունը վերականգնվեց եւ հաստատվեց, որ որևէ բռնաճնշումներ Մասացոտնի թեմում տեղի չեն ունեցել, այսինքն այս տեղեկությունը, որ եկել էր Մայրաթորից, աղբյուրը Մայրաթորն էր, պարզվեց, որ կեղծ է եւ կեղծ օրակարգ էր մեր հանրությանը առաջադրվում Եվ այս պարագային մենք տեսնենք, որ Կտրիչ Ներսիսյանի այս քայլը ինքը արդեն անօրինական էր նաև այն իմաստով, որովհետև այս մարդը ինքն իրեն պետության օրենքից վեր դասեց, դատարանների կայացած վճռից վեր դասեց եւ նաև այս կերպ փորձեց իր արհամարանքը ցույց տալ սեփական երկրի օրենքների նկատմամբ եւ ինքը նաև դատարանի որոշմամբ պարտավորվում էր վերականգնել Գևորգ Սրբազանի ուրեմն առաջնորդությունը եւ նաեւ այնտեղից պիտի արդեն իսկ հետ կանչած լիներ մյուս կեղծ առաջնորդին Ռուբեն Վարդապետին, բայց մենք տեսնենք, որ մինչեւ այս պահը դատարանի կայացրած որոշմանը այս անձնավորությունը փորձում է, այսպես ասեմ, շրջանցել եւ չի փորձում կյանքի կոչել այն որոշումը, որը որ կայացրել էր դատարանը Տեսնենք ինչ կլինի, բայց ամեն դեպքում մենք որևէ այս պահին առնչություն իր հետ չունենք, կոնտակտի դուրս չենք գալիս, ցանկություն եղել է ժամանակին իրեն հանդիպելու, մենք որոշել էինք 3 քահանաներով այցելել իրեն եւ
կարելի ասել որդիաբար խնդրենք, որ ինքը գահը լքեր եւ գնար հանգստի, բայց մեզ չեր ընդունել եւ մեր առաջարկը մնացել էր անպատասխան։ Հենց Գևորգ Սրբազանի հետ կապված հայցը, այսպես ասած, շրջանցելու բերումով էլ դատական նոր վարույթ է նախաձեռնվել արդեն Գարեգին Բ-ի դեմ։ Գիտեք, սա որոշակի շրջանակներ բռնաճնշում որակեցին, որոշ շրջանակներ էլ դա պատճառաբանեցին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի խոչընդոտվեր այն հայտնի եպիսկոպոսած ժողովը, որը պիտի կայանար Ավստրիայում, այնուամենայնիվ Ավստրիայում կայացավ եպիսկոպոսած հավաքը, ժողովը ըստ էության չկայացավ, որովհետև Գարեգին Բ-ն հնարավորություն չուներ դրան մասնակցելու։ Ինչ է կարծում այն ծառայեց իր նպատակին, քանզի ամենայն Իհարկե հայաստանում իրենք դա կոչեցին հավաք, դա ժողով չէր եւ նաեւ փորձում էին հանրությանը համոզել, որ այստեղ բռնաճնշումներ կան եւ իրենք ստիպված են ուղակի ժողովը Ավստրիայում իրականացնում։ Ինձ համար այս ժողովը կարելի է ասել կամ հավաք կոչվածը կարելի է ամոթալի հավաք անվանել եւ հայ եկեղեցու պատմության նորագույն շրջանի մեջ կարող եմ ասել, որ ամենաամոթալի էջերից մեկն էր, որ վերջին 3 օրերի ընթացքում այսպես արձանագրվեց, որովհետև այս եպիսկոպոսները այնտեղ եկեղեցու շահի համար չէ, որ հավաքվել էին, այլ իրենց անձնական շահի։ Գիտեք, այստեղ գաղափարական այս հավաքը ես գաղափարական հավաք չեմ կարող համարել եւ ավելի շատ իրենց գնալու ցանկությունը ստամոքսային էր, թող իհարկե ինձ մեր հանրությունը ների, որ այսպես ամեն ինչ բացահայտ եմ ասում, բայց այս մարդիկ, ես այս մարդկանց գաղափարական մարդիկ չեմ կարող համարել կամ հավատք ունեցող մարդիկ էլ չեմ կարող համարել, որովհետև եթե այսօր կարծում եմ այդպես կլինի, եթե Կտրիչ Ներսիսյանը առավոտյան արթնանա ու հայտարարի, որ Քրիստոսը Աստված չէ այլևս իր համար, նույն տրամաբանությամբ ես մտածում եմ, որ այս 25-ը կմիանան Կտրիչ Ներսիսյանի ասածին եւ հնարավոր է, որ Քրիստոս իրենց համար էլ Աստված չլինի։ Բայց ինձ համար ինչն էր նաեւ այստեղ խայտառակ։ Մենք Վիեննայում ունենք հայկական համայնք, որը 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայտնվել է հեռավոր այդ երկրում եւ այնտեղ ստեղծել է իր դպրոցը, ստեղծել է իր եկեղեցին, իր գումարներով եւ այդ համայնքը ինքը նաեւ կարիքն ուներ հոգևոր հանդիպման։ Պատկերացրեք, որ ասում են այստեղ ճնշում կա եւ այստեղ ժողով չեն կարող անել, իսկ Վիեննայում ինչ ճնշում կար կամ Ավստրիայում, որ իրենք չկարողացան հանդիպում ունենալ իրենց հայկական համայնքի հետ։ Պատկերացրեք 25 եպիսկոպոս, արքեպիսկոպոս, եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոն վարող անձնավորություններ հայտնվում են Ավստրիայում, որտեղ որ կա հայկական համայնք եւ հայկական եկեղեցի, 25 եպիսկոպոսներից որևէ մեկը չի մտնում հայկական եկեղեցի եւ այնտեղ Սուրբ Խորանի առջև կանգնելով մեկ աղոթք չի անում։ 25 հայ եպիսկոպոս հասնում է այնպիսի երկիր, որտեղ կա հայկական եկեղեցի եւ առհամարում է այնտեղի հայկական եկեղեցին։ Գնում են ինչ-որ անորոշ ինչ-որ մի սրահ եւ այնտեղ փորձում են աղոթքներ անել։ Սա ինձ համար ուղղակի առհամարանք է նաեւ այդ համայնքի հետ կապված։ Եթե տեսեք, ես օրակարգի մասին իմ հարցազրույցներից մեկում ասեցի, որ այդ օրակարգը հոգևոր օրակարգ չէ եւ նախապես արդեն իսկ Կտրիչ Ներսիսյանի կողմից օրակարգը թելադրվելու է այնտեղ եւ ես չէի սխալվում, փաստացի, որովհետեւ եթե օրակարգը լիներ հոգևոր, ուրեմն իրենք այդ համայնքի հետ էլ հանդիպում կունենային, գոնե կփորձային այնտեղի խնդիրները հասկանալ, աղոթել հայ ժողովրդի հետ եւ հակահայ ինչ-որ ժողով էր սա, հակապետական ինչ-որ ժողով էր սա եւ ամոթալի մի բան, խայտառակություն ուղղակի։ Այսինքն հոտը հոտի մտահոգությունները իրենց չի հուզում։ Բնականաբար ոչ, տեսեք Քրիստոս որտեղ որ այցելում էր, որ քաղաք կգնար, առաջինը հանդիպում էր ժողովրդին, այսինքն ժողովրդին ասելով նկատի ունեմ հենց եկեղեցին։ Իսկ այս մարդիկ, այդ խաչերը, պանակեները, հա, իրենց պարանոցներին կախած, ես երեք հենց ուշադրություն էի դարձնում այդ ամեն ինչին, հասել են միտեղ, որտեղ որ մարդիկ Քրիստոսի կարիքն ունեն եւ իրենք պետքա դառնան Քրիստոսի խոսքը տարածողը այդ համայնքի մեջ, ինչ որտեղ մխիթարողը, սփոփողը, այդ մարդկանց աղոթքի կանչողը պետքա լինեին, գոնե եկեղեցում մի պատարակ պետքա մատուցեին, հասկանաք, բայց 25 հայ եպիսկոպոս հասել է այդ քաղաք, որ կարող է մտնել այնտեղ ու համայնքին համախմբել, մեկ աղոթք ունենալ, ու առանց աղոթք անելու հետ են գալիս։ Տերամ, ասացիք, որ սա հակահայկական եւ հակապետական հավաք էր, ինչով է դա պայմանավորված, նման հայտարարություն է նաեւ։ Գիտեք, որովհետեւ երբ որ մենք ուսումնասիրում ենք այս մարդկանց վարքը, կյանքը եւ ժողովի կազմակերպիչների,
մենք տեսնենք, որ իրենք առհասարակ ոչ եկեղեցու հետ կապ ունեն, ոչ էլ պետության հետ կապ ունեն, որովհետև այն գործելավոճը, որ իրենք ունեն, միտված չէ հայ ժողովրդի բարոր կյանքին, միտված չէ հայ ժողովրդի հոգևոր բարոր կյանքին, եւ եթե դու չես լծվում այն գործին, որը որ պետքա քո ժողովրդին զորացնի, ժողովրդին զորացնելով դու քո պետությունը պիտի զորացնես, ուրեմն ինչ օրակարգ ունես դու։ Եվ այս անցնող 25-26 տարիները ցույց են տվել, որ իսկապես այս մարդկանց օրակարգի մեջ հայի զարգացման պլանները չեն եղել, որովհետև կրթության ուշադրություն չեն դարձրել եւ գիտեք նաեւ այն բռնությունները, որ տեղի են ունեցել հայ եկեղեցում, սրանք ուղղակի ֆանտաստիկայի ժանրից են, երբ որ մեզ ասում են օրինակ պետությունը չպետք է խառնվի, պետական օրենքները եկեղեցու ներսում չպետք է գործեն։ Ես հիշում եմ, որ Սևանի Վազգենյան դպրոցում տարիներ առաջ ուրեմն անդամախեղման դեպք տեղի ունեցավ եւ եկեղեցին, այսպես կարող եմ ասել, թույլ չտալով, որ պետությունը մտնի իր գործերի մեջ, ծածկադմփոց արեց։ Մինչև այսօր եւ հանրությանը եւ մեզ հոգեվորականներից հայտնի չէ, թե ովքեր էին դա արել, միգուցե ինչ որ մեկի ձեռքով էր դա արվել, միգուցե ստիպել էին, եւ այսօր այդ անձնավորությունը այլևս եկեղեցու մեջ չէ, բայց այն որ լինել հոգևորական ու ամեն բան անել եւ ասել, որ պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու կամ եկեղեցականի գործերին, սա նշանակում է, որ ամենաթողություն է։ Պատկերացրեք, որ եթե ես իմ մեքենան արագ վարեմ եւ ոստիկան ինձ կանգնացնի, ես ասեմ, որ ես հայ առաքելական եկեղեցու հոգևորական եմ եւ դու իրավունք չունես ինձ, չգիտեմ, ասենք կանգնացնելու։ Կլինի նման բան։ Եթե երկրումդ կան օրենքներ, այդ օրենքները վերաբերվում են նաև բոլորին։ Եվ եթե միտեղ կա բռնություն, հիմա կարող է նաև որ այս եպիսկոպոսների հետ կապված ճնշումներ կային։ Մենք ինչ իմանանք։ Մամուլում նման տեղեկություններ իդեպ հայտնվեցին, Տեր Արամ, մանրամասնեք, թե ինչ է ձեզ հայտնի, հատկապես այն մասով, որ Գարեգին Բեի եղբայրը Եզրաս Ներսիսյանը փորձել է ճնշումներ գործադրել որոշ եպիսկոպոսների ուղղությամբ։ Ես գիտեմ, որ ժողովը լարված է անցել, այնտեղ որոշակի ճնշումներ եղել են, հա, որոշ եպիսկոպոսների վրա, բայց այդ եպիսկոպոսները շատ չեն մանրամասնել, ինձ թվում է, որ կգա ժամանակը եւ արդեն իսկ եկել է, որ այդ եպիսկոպոսները իրենք փորձեն խոսել ժողովի մասին եւ չլինի այնպես, որ ես մի բան ասեմ եւ իրենք հերքեն, լավ կլինի, որ իրենք խոսեն այս մասին։ Բայց այնուամենայնիվ ճնշումների մասին խոսակցություններ եղել են եւ դրանք ցես հասել են։ Այո, հասել են այդ խոսակցությունները։ Մենք փորձում ենք պայքարել նաև դրա դեմ։ Տեր Արամ, հավաքի մասնակիցները նաև հայտարարություններ են տարածել, կրկին դիմել են 8 եպիսկոպոսներին, նրանց խնդրել են ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից ու անջատողական դրսևորումներից եւ նաև իշխանություններին են, այսպես ասած, կոչ արել եկեղեցու հանդեպ հալածանքներին վերջ տալ, հարգել այն, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ իրավունք չունեն միմյանց գործերի միջամտել, ըստ էության նաև այս հայտարարությամբ հաստատում են այն, ինչ իշխանություններն են տևական ժամանակ հայտարարում, որ եկեղեցին իրավունք չունի մտնել քաղաքականության մեջ։ Այսինքն իրենք հորդորում են իշխանություններին չխառնվել եկեղեցու գործերին, միաժամանակ իրենք եկեղեցու որոշ սպասավորներ շարունակում են զբաղված լինել քաղաքականությամբ, անել քաղաքական հայտարարություններ, ինչպես սա հասկանալ։ Տեսեք, երբ որ այս կեղծ թեզը նորից առաջադրվում է, որ պետությունը մտնում է եկեղեցու գործերի մեջ կամ խառնվել է եկեղեցու գործերին, ես ուզում եմ հանրությունը տեղեկանա, որ առաջինը ոչ թե պետությունն է խառնվել եկեղեցու գործերին, այլ ճիշտ հակառակն է եղել։ Եկեղեցին է խառնվել պետության գործերին, որովհետև մեր եկեղեցականներից մեկը որոշեց սառեցվել եւ դրանից հետո հայտարարեց, որ ինքը ինչ որ անում է իր հոգևոր ծնողի Գարեգին II օրհնությունն ունի եւ սառեցվելուց հետո իհարկե ես չգիտեմ դա ոնց է տեղի ունեցել, որ սառնարանում թող ինձ ներեն այդ մարդիկ, եթե մի բան սխալ եմ ասում, բայց ես երբևէ չեմ լսել պատմության մեջ, որ հայ եկեղեցում ինչ որ մի հոգևորական սառեցվի։ Կարող է կախակայել, կարող են, չգիտեմ, նրան կարգալույծ անել, կարող են փիլոնազրկել, բայց որ սառեցվել, չգիտեմ, երկարակեցության համար են արել սա թե ոչ, ամեն դեպքում աբսուրդի ժանրից է։ Ու այս հոգևորականը, որ արդեն սառեցված է, սկսեց մտնել քաղաքականություն եւ հավակնություններ ուներ երկրի ղեկավար դառնալու, վարչապետ դառնալու եւ այս օրերին Գարեգին II-ը լուռ էր, չգիտեք ինչի իր համար այս ամեն ինչը նորմալ էր, իր եպիսկոպոսին չէր կանչում, եթե անգամ ինքը համաձայն չի այս ամեն ինչին եւ որևէ ազդեցություն չի ունեցել Բագրատ Սրբազանի վրա, բայց ամեն դեպքում, քանի որ ինքը կաթողիկոս էր, արդեն անցյալ ժամանակով եմ խոսում, ինքը հնարավորությունը ուներ ուրեմն
Բագրատ Սրբազանին կանչելու եւ անհրաժեշտ հորդորները նրան անելու համար եւ իրավունքը չուներ ուղակի չլսելու։ Բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ, որ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը դրանից ամիսներ առաջ արդեն իսկ հայտարարում էր, որ մի հոգևորական լավ կլինի գա եւ ինքը ստանձնի երկրի ղեկավար պաշտոնը եւ այս ամեն ինչը արդեն իսկ նախապես իմ կարծիքով այսպես պայմանավորվածությունը կար, որոշումը կայացված էր եւ այս դեպքում Գարեգին երկրորդ ուղակի հնարավորությունը եւ միգուցե նաեւ իրավունքը չուներ մերժելու, դրժելու, ինչ որ ասեին, այն էլ պետքա աներ եւ այս դեպքում իմ կարծիքով ինքը մեկ ձեռքով երկու նապաստակ բռնեց, որովհետեւ Բագրատ Սրբազանը ինքը կաթողիկոսական հաջորդ տեխնացուն էր եւ լավ էլ տեխնացու էր, այս կերպ ինձ թվում է նաեւ ինքը չեզոքացրեց այս եպիսկոպոսին, արքեպիսկոպոսին եւ հիմա էլ տեսեք իրեն նաեւ ձեռնտու է, որ այս եպիսկոպոսները մնան բանտում, որովհետեւ ցույցերին ընթառաջ անդադ պիտի ասի, որ եկեղեցականները հալածվում են, այս իշխանությունը եկեղեցականներին հալածում է, բայց որ ինքը այդ եկեղեցականներին հանել էր փողոց եւ նրանք այնտեղ անկարգություններ էին անում, այդ ժամանակ չէր ասում, որ եկեղեցականը իրավունք չունի անկարգություններ հրահրելու, բայց երբ որ անկարգություններից հետո հայտնվեցին այն վայրում, որտեղ որ պետք է հայտնվեին, դրանից հետո նոր ինքը ասաց, որ եկեղեցականներին հալածում են։ Ես գիտեք, երբ որ խոսեցի կանոնագիրքի մասին, որ կանոններով չենք շարժվում, նախ կանոնագիրքը գոյություն չունի եւ մեր կանոնագիրքը պետքա մի հատ լավ, այսպես ասեմ, խմբագրվի։ Ինձ ասեք վերջին որ որոշումն է ինքը կայացրել, որ կանոնագրքով է կայացրել։ Ասենք քահանային, ամուսնացյալ քահանային դարձրել է կուսակրոն, դարձրել է վարդապետ։ Ինձ ասեք որ կանոնով է ինքը, ասենք այդ քայլը արել 2018 թվականին դիվանատանը, որտեղ որ հենց ինքն էր նստում, որովհետև վեհարան այդ ժամանակ շինարարական փուլում էր, հենց թմրանյութ էր բերվել ու նաև ասեկոսեներ կան ու դրանք հիմնավորվում են կամաց, որ այդ ամենը բարձրաստիճան հոգևորականներ բերեն։ Այսինքն դուք կարող եք թմրաբիզնեսով զբաղվել, չգիտեմ, ասենք զենքեր առնել, ծախել, մարդկանց կարգալույծ անել, քահանաներին դարձնել, օրինակ որոշել, որ այսօրվանից ինքը կուսակրոն է, կանոնագրքով առհասարակ չառաջնորդվել, մեկ էլ հանկարծ գալիս է մի պահ, որ այսքանից հետո պետությունը սկսում է խոսել ու ասել, գիտես, ինչ եղբայր, դու անօրինական ընթացքի մեջ ես, այդ ժամանակ դու ասում ես, որ դու եկեղեցուն հալածում ես։ Սա կեղծ օրակարգ է, իսկապես կեղծ օրակարգ է եւ ժամանակն է, որ ամեն կեղծ բան դուրս գա, վերանա այս ազգի միջից։ Եվ ես համաձայն եմ ու կարծում եմ յուրաքանչյուր գիտակից մարդ կապ չունի, երբ որ մի ստեղծագործություն կա, եթե չեմ սխալվում, Գրիգոր Դերմենցյանն է գրել սև սքեմի տակ է կոչվում։ Այսինքն, եթե դուք այդ սև սքեմները հակել եք, դրա տակ ինչ այլանդակություն ասես պիտի կարանականեք։ Ոչ, Փառք Աստծո, որ օրենքը թող գործի հայոց աշխարհում եւ եթե ես օրենքը կխախտեմ, լինելով հոգեվորական, նախ ես պետք է մտածեմ, որ ես հասարակության մեջ այն կերպարն եմ, որ պետք է օրինակ լինեմ այլոց համար, բայց եթե ես օրենքը կխախտեմ, ուրեմն առաջինը հենց ինձ պետք է պատասխանատվության ենթարկեն։ Ինչի որ մնացածների համար օրինակ ու դաս լինի։ Ու այսքան տարի մենք տեսնում ենք, որ եկեղեցու մեջ օրենքը փաստացի չի գործել։ Ու հիմա շնորհակալություն եմ ես ուզում հայտնել մեր կառավարությանը, ասեք հրաշալի ինձ համար առիթ է, շատ-շատերը կարող են հիմա առիթից օգտվել ու ասել, որ ինքը, չգիտեմ, որևէ քաղաքական ուժի պաշտպանում է, բայց այո, ես կպաշտպանեմ այն մարդուն, որ կպաշտպանի եկեղեցին սատանայի ներգործությունից։ Տերամ, այն փաստը, որ Գարեգին-բայի ելքը երկրից արգելված է եւ նաեւ այդ վարույթի բերումով եւ նաեւ հնարավորությունը, որ չկարողացավ մասնակցել եպիսկոպոսած հավաքին, որը պիտի լիներ ի սկզբանե եպիսկոպոսած ժողով, դա կանխեց ինչ որ մի վտանգավոր բան, որովհետեւ վարչապետը վերջին ճեպազրույցի ժամանակ խոսում էր այն մասին, որ անգամ ընդհուպ ինֆորմացիա ունի, որ կաթողիկոսությունը Էջմիածնից փոխադրելու մեկ այլ երկիր տեղափոխելու մասին խոսակցություններ են եղել։ Այո, նմանատիպ խոսակցություններ եղել են, որ ինքը ցանկություն ունեցել է մեր ազգային սրբությունները երկրից դուրս հանելու եւ անգամ ինֆորմացիա ունենք, որ ինքը իր եղբայրը եւ մեկ այլ հոգեվորական շատ ուշ ժամի մայր տաճարի դիմաց մեքենա են կանգնացրել ու տաճարի միջից ինչ որ իրեր են հանել դուրս։ Եվ ես կխնդրեմ ուղղակի մեր օրինապահ մարմիններին, որ հետաքրքրվեն ու հասկանան
արդյոք այն սրբությունները, որ ունենք եւ մեզ համար իսկապես մեր ազգի համար կենսական նշանակություն ունի, արդյոք տեղում է թե ոչ, որովհետեւ այս եղբայրներից ամեն ինչ ես սպասում եմ, հավանական եմ համարում, այն ինչը որ մարդկային մտքի ու տրամաբանության համար մի տեսակ անհնարին է, իրենք կարող են սա նաեւ հնարավոր դարձնել եւ կարեւոր է հասկանալ, որ այն սրբությունները, որ մեր եկեղեցու մեջ հազարավոր տարիներ եղել է, արդյոք տեղում է թե ոչ, եւ ամեն գնով փորձել այնպես անել, որ այդ սրբությունները պահպանվեն, որովհետեւ հնարավոր է նաեւ որ ճնշումների, այսպես ասեմ, ներքո իրենց ճնշվածության ներքո, քանի որ չեն կարողանում այլևս անել այն ինչ որ տարիներ շարունակ արել են, հնարավոր է որ փորձեն կաթողիկոսությունը երկրից հանել դուրս, որպեսզի այնտեղ իրենց ազատ զգան, այնտեղ շարունակեն այն ապօրինությունները, որը որ տարիներ շարունակ արել են։ Տերամ, իսկ այս օրակարգը, որ գոյություն ունի եւ նաեւ հայտնի պահանջը, որ տևական ժամանակ է կա գրեթե արդեն 8 ամիս է, որ խոսվում է այդ մասին, որ եկեղեցու բարենորոգման համար շատ կարեւոր է, որ Գարեգին բան պիտի հեռանա նաեւ եպիսկոպոսների եւ հոգեվորականների այդ հայտնի պահանջը։ Ինչ է կարծում, որոշակիորեն կկաշկանդի Գարեգին բային կամ կաշկանդում է, որ վերջինս չշարունակի քաղաքական հայտարարություններ կամ քաղաքականության մեջ ներգրաված լինի։ Ինչու եմ նման հարց տալիս, որովհետեւ օրերս Գարեգին բան հանդիպել էր Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանի հետ եւ չեմ կարծում, որ նրա հետ հոգեվոր հարցեր էին քննարկում, այսինքն քաղաքական որոշ դերակատարների հետ հանդիպումները եւ նման ենթատեքստով հայտարարությունները շարունակում են հնչել։ Շատ լավ, նախ խոսելով Գարեգին երկրորդի մասին, եկեք ֆիքսենք, որ մենք այլևս հոգեվոր մարդու մասին չենք խոսում եւ այստեղ մի կարեւոր հայտարարություն կուզեմ անել։ Ես այն իր գաղափարները կիսողներին կղերականներ եմ համարում եւ ոչ թե հոգեվորականներ։ Իսկ գիտեք կղերականը հոգեվորականից ինչով է տարբերվում։ Կղերը ուղղակի ինքը այդ շորը հագնողն է, արտաքին այդ ֆորման, այսպես ասած, ցույց տվողը, բայց կղերը ինքը հոգեվոր չի։ Ինքը հոգեվորի հետ կապ չունի։ Ուրեմն հետ այսօր երևի թե այսպես կանենք, որ իր մասին կխոսեմ, ես կասեմ այդ կղերական է, որովհետեւ ինքը հոգեվորական չի։ Ուրեմն ես իրեն դիտարկում եմ որպես քաղաքական գործիչ եւ լիդեր նաեւ ընդդիմության մասով, ինքը այսօր այո լիդերություն է անում ընդդիմադիր գործիչներին եւ ում հասնի կարող է ինքը իր շտաբում, այսպես ասած, ընդունել կարող է ընդունել ինչ որ հարուստ մարդկանց կամ ընդդիմադիր գործիչների փաստաբանների, կարող է ընդունել ընդդիմադիր գործիչների, ինքը հոգեվոր, քանի որ օրակարգ չունի եւ հոգեվոր մարդ չի, մոռացեք որ հոգեվորի հետ կապված ինչ որ մարդկանց պետքա ընդունի կամ ճանապարհի։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ եկել ու գնացել են, հասկացել են, որ այս մարդը հոգեվորի հետ առհասարակ կապ չունի եւ հիմա ինքը իրեն որևէ բան չի կաշկանդելու, որ ինքը քաղաքական հայտարարություններ անի, անելու է միջև վերջ, որովհետև իր հույսը այն է, որ ընդդիմությունը կվերարտադրվի 2026 թվականի ընտրություններին եւ ինքը այդ կերպ կփրկվի ուղղակի ու կշարունակի անել այն ամենը, ինչ որ արել է, բայց ավելի մեծ թափով։ Հավատացեք, այս իշխանությունը իր գործելավոճով դեռ զսպում է նրան, նրա գազանությունը, այսպես ասեմ, բայց եթե Աստված մի արածցե, այս ընտրություններում մենք ցախողենք մեր պետությունը, մեր ժողովուրդը հասկացող մասան, որ իսկապես սիրում է իր հայրենիքը, հավատացեք, որ ես չեմ պատկերացնում, եթե այս մարդը մնաց, մենք արդյոք կունենանք եկեղեցի թե ոչ։ Արդեն իսկ եկեղեցին փլուզվել է, քանդվել է, պառակտվել է եւ այս շարժումը, որ մենք սկսել ենք, տեսեք, կոչվում է բարեփոխում, արմատը հենց բարին է, իսկ այն ինչը որ կապ ունի բարու հետ, ինքը եւ իր, այսպես ասեմ, այն կույտը իր հետ եղող երբևէ չեն միանա, որովհետև իրենք չար են, իրենց գործերը չար է եւ ավետարանը չեք ասում, ծառը իր պտուղից է ճանաչվում, բարի ծառը բարի պտուղ է տալիս, չար ծառը չար պտուղ եւ տեսնելով այս մարդու գործերը, աճ ու ձախ կարգալուծություններ, չգիտեմ, բիզնեսներ, խոսույթը քաղաքական, հակապետական, բարի որևէ բան չկա այս մարդու մեջ եւ բարի բառը առհասարակ ոնց որ եւ կտրիչ հականիշներ են դարձել։ Տերամ, ես ճիշտ հասկացա ձեր խոսքից, որ այնուամենայնիվ Գարեգին բան ժամանակ է ձգելու մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ եւ այս process-ը եւ նաեւ այս հայտնի պահանջը որ կա, տուրք չի տալու դրան, այսինքն չի հեռանալու։
Պարտադիր, ինքը ամեն օրը որ անցնում է եւ ինքը դեռևս նստած է այդ կաթողիկոսական աթոռին եւ մոտենում է ընտրություններին, երևի թե ամեն օրվա համար շնորհակալ է լինում Աստծուց, որ մեկ օր էլ մնաց եւ իր ամբողջ իր ֆրակցիայի, այսպես ասեմ, գերնպատակը այն է լինելու, որ հասցնեն այս ամեն ինչը ընտրություններ եւ ուզում եմ մի բան էլ հուշել մեր հանրությանը, ինքը սկսելու է հեսանանդած ժողովներ անել, ժողովներ գումարել եւ այս կերպ ժողովների միջոցով փորձելու է ժամանակ շահել, որպեսզի ցույց տա, որ ինքը ինչ-որ հոգևոր օրակարգ է սահմանել, փորձում է եկեղեցու մեջ ինչ-որ հարցեր լուծել, բայց խորքում որևէ բան էլ չի անելու եւ մենք տեսանք այս Ավստրիայում ժողովը երբ որ տեղի ունեցավ, վերջում հայտարարություն արեցին, իսկ այդ հայտարարությունը սովորական հայտարարություն էր, ոնց որ ամեն օր Մայրաթորի տեղեկատվական համակարգը դնում է, որ կոչ է անում ՀՀ իշխանություններին ավելի զուսպ լինել։ Հիշեցի նմանատիպ կոչ մեկ էլ պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանը Հայաստանի եւ Ադրբեջանի ուրեմն զորքերին էր արել, որ զսպվածություն էր իրենց երկու կողմին զսպվածություն էր քարոզել։ Տես մի կոչել ամեն օր մենք տեսնում ենք, որ Մայրաթորի տեղեկատվականն անում, որ զուսպ լինեն։ Այսինքն այս իրավիճակը միջև ընտրություններ շարունակվելու է եւ այո, իհարկե, ինքը ամեն ինչ պետք է անի, որ ընդդիմությունը հաղթանակ տանի։ Ես նորից ուզում եմ կրկնել, դուք իրեն դիտարկեք որպես քաղաքական գործիչ, քաղաքական լիդեր նաև։ Եվ վերջում Տերարամ կուզենամ խոսենք նաև Պահոտ շրջանից, Պահոտ շրջանը, Պահոտ շրջանի խորհրդի մասին։ Այո, գեղեցիկ շրջանի մեջ ենք մենք եւ ինձ համար ամենա, այսպես ասեմ, ուրախալի շրջան է նաև հայ առաքելական եկեղեցու կյանքում, թվում է թե եթե պահք է, պետքա տխրություն լինի, պետքա մի քիչ նեղված ման գանք, տխուր լինենք, բայց իմ կարծիքով, երբ որ դու կարողանում ես պայքարել սեփական մեղքի դեմ, ավելի մեծ ուրախություն դու չես կարող ունենալ, իսկ մեծ պահքը մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Ես կոչ եմ անում մեր հավատացյալներին, որպեսզի նախ փորձեն ավետարանը ընթերցել, բարի լուրը ընթերցել, տեսեք ինչի համար է այս պահը հասունացել, ինչի ենք մենք հայտնվել այս վատ իրավիճակի մեջ, որովհետև մարդիկ հավատք չունեն, կապ չունի որ իրենք սքեմ են հագնում։ Այսօր հավատի պակաս կա, հավատի քաղց կա եւ դրա համար էլ ունենք այս վիճակը։ Եվ այն ինչ որ կատարվում է եկեղեցու մեջ, կկատարվի նաեւ յուրաքանչյուրի տների մեջ, եթե դուք էլ հեռու լինեք աղոթքից, հեռու լինեք հավատքից, հեռու լինեք ծոմապահությունից։ Ես չգիտեմ, թող ինձ Գարեգին երկրորդն ասի վերջին անգամ երբ հա ծոմ պահել, վերջին անգամ երբ հա պահք պահել։ Եթե մի մարդ, մի հոգեվորական տարվա մեջ 1-ից 2 անգամ պատարագ է մատուցում, այդ մարդը ոնց կարա հոգեվոր կյանք ունենա։ Այն էլ կաթողիկոս։ Ուղղակի հնարավոր չի։ Եթե մեկ մարդ տարվա մեջ մեկ անգամ է հաղորդություն ստանում կամ 2 անգամ, այդ մարդը ոնց կարա հոգևոր կյանք ունենա։ Ուրեմն, սիրելիներ, խնդրում եմ ձեզ, որ նստեք, նախ Աստվածաշունչ կարդաք, երկրորդ այնտեղ կտեսնեք Աստվածաշունչը ձեր ներաշխարհի հայելին կդառնա եւ դուք կտեսնեք նաեւ ձեր ներսը, թե այնտեղ ինչքան թերություններ կան եւ կսկսեք լվացվել, մաքրվել, սրբվել, որպեսզի Զատիկի օրը, արդեն Սուրբ Հարության օրը ուղղակի ձեզ համար ձու կռվածնելու օր չլինի կամ փլավ ու ձուկ ուտելու, այլ իսկապես ավելի մաքրված կարողանաք մոտենալ Քրիստոսին եւ ճաշակել նրա կենարար մարմինն ու արյունը։ Շնորհակալ եմ Տերարամ։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հովանավանքի հոգևոր հովիվ Տերարամ Քահանա Ասատրյանն էր։ Կհանդիպենք